Նշանակումը ինքնին իհարկե տալիս է բազմաթիվ մտահոգության տեղիք, որովհետև եթե կառավարությունը, նորընտիր կառավարությունը նոր բարեփոխումներով եւ նոր դեմքերով պետք է հանդես գար եւ դրանով կարողանար հանրությանը համոզիչ, այսպես ասած, գործողություններ կատարել, որ երկրում կկատարվեն փոփոխություններ, կլինեն նոր առաջընթաց, որպեսզի ժողովրդի մեջ վստահությունն ու հավատը մեծանար ապագայի հետ կապված, հին կադրային նշանակումները կարծես թե այս ամեն ինչը գցում են ջուրը։ Մարդիկ մտածում են, որ եթե անընդհատ նորից նոր դեմքեր չեն լինելու են նորից այն մարդիկ, որոնք նախկինում եղել են, սա բնականաբար դժգոհության մեծ տեղիք է տալիս։ Փոփոխություն նշանակում է նոր դեմքեր, նոր ուժեր, նոր մարդիկ, նոր ձեռագիր, նոր խոսք ասող մարդ, որը հնարավորություն կտա ինչ-որ բան փոխելու մեր երկրում։ Սա է այդ նշանակման հետ կապված այն փոթորիկը, որ կա երկու օրում, ես կարծում եմ, որ նշանակում արդեն տեղի ունեցել էր, կար նոր մարզպետ եւ գուցեև պետք է աջակցել, հենց նույն Սուրիկ Խաչատրյանը կարող էր աջակցել Վահե Հակոբյանին, որպեսզի մարզում աշխատանքները շատ ավելի լավ գնային։ Այդ տեսանկյունից այս փոփոխության իմաստն էլ, ճիշտն ասած, ես էլ չեմ հասկանում։ Իսկ Սուրիկ Խաչատրյանը որպես երկար տարիների մարզպետ ինչպես էր կարողացել ծառայել սյունեցիներին, այսինքն հիմք կար վերանշանակման։ Ես պետք է այս մասով ասեմ, որ ամենաճիշտը կլինի, որ դուք հարցադրումները կատարեք Սյունիքի մարզում եւ այն քաղաքացիների, որոնք առնչվել են մարզպետի հետ եւ իրենք հստակ կարող են գնահատական տալ, ինչպիսին է եղել Սուրիկ Խաչատրյանը որպես մարզպետ։ Գուցե շատերին օգնել է, գուցե շատերին էլ չի օգնել եւ բնականաբար, քանի որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսի մակարդակում է գտնվում, որ որևէ մարզպետ, այսպես ասած, այսօր չի կարողանում բոլոր խնդիրները լուծել իրենց մարզերում, իսկ որպես անձնավորություն կամ որպես հատուկ Սյունիքի մարզի մարզպետ, ինձ թվում է ամենալավ գնահատականը տալիս է այն բնակիչները, որոնք ապրում են այդ մարզում։ Դե մենք տեսնում ենք, որ կա բողոքներ, կան դժգոհություններ, կան մարդիկ, որ դրական են խոսում, ասում են, որ ստորագրահավաք է տեղի ունեցել եւ դեմ եւ կողմ։ Այս բոլորը կարծում եմ պետք է քննարկվեր եւ հաշվի առնվեր, գուցե եւ կառավարությունը, որը նշանակումը կատարել է, ասենք հարցը ուղղվի կառավարությանը, որ ինչ հիմունքներով, ասենք նորից նշանակվել է նախկին վարչապետը, ինչ առավելություններ են հաշվի առել, հա, ինչն է ավելի լավ կատարել նախկինում նախկին մարզպետը, որի հիման վրա այս նոր կառավարությունը նորից նախկին մարզպետին նշանակում է որպես մարզպետ։ Վերանշանակումը կապում են նաև սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեի անհրաժեշտության, ասում են իշխանությանը պետք էին վստահելի մարդիկ, որպեսզի հանրաքվեի արդյունքները իրենց համար հարմար լիներ։ Գուցե կապում են, ես դա չեմ կարող ասել, որ կապում են, ինչ խոսք, եթե նման բան են ասում, եթե կապում են իրար, նշանակում է հաշվի են առել փորձառություն ընտրությունների ըստ երևույթին, բայց կարծում եմ մարզպետը միայն նրա համար չէ, որ պետք է ընտրություններ կատարի կամ անի այնպես, ինչպես իրեն կթելադրեն, ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանը ինքը իր կերպարով բոլորիս հայտնի է, ինքը կարծեմ կռվածել է, չէ, որքան որ ես գիտեմ, կամային հատկություններ ունի եւ պարզապես պետք է ուղղակի բարեփոխումների հետ կապված, նոր կառավարության հետ կապված դեմքերն էլ փոխվեն։ Դեմքերն էլ պետք է զիջել տեղերը, անընդհատ նոր կադրերին պետք է զիջել, որքան էլ որ իր կերպարը ուժեղ եղած լինի, կռվի մասնակցի, ես մեկ անգամ հիշում եմ իր հարցազրույցի մեջ ինքն ասաց, որ ինքը սահմանամերձ մարզ լինելով հանդերձ, ինքը բավականին լուրջ պատրաստվում է, մշտապես պատրաստակամ է, որպեսզի հանկարծ եթե սահմաններում խախտումներ լինեն, ինքը կարողանա անմիջապես հակադարձել այդ ամենին։ Այս մասով գուցե եւ ավելի փորձառու կերպար չկա այնտեղ կամ չգիտեմ, ճիշտ ասած ես չեմ ուսումնասիրել եւ չգիտեմ, բայց մյուս տեսանկյունից ես գտնում եմ, որ փոփոխությունները ճիշտ են, դեմքերի եւ կադրերի փոփոխությունները խիստ անհրաժեշտ է, որովհետեւ մենք ինչ ունեցել ենք, արդեն ունեինք, ինչպիսին էր այդ գնահատականը, բոլորս գիտեինք, ինչպիսի առաջընթաց կար, բոլորս գիտեինք, ինչ դժգոհություններ ունեինք, էլի բոլորս գիտեինք, այս ամենը պետք է անպայման դաս լինի, որպեսզի դրա հիման վրա նոր փոփոխությունները եւ կադրային նշանակումները լինեն արդարացված,
Եթե արդարացված չի, բնականաբար դժգոհության տեղիք է տալիս։